Այժմ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներից։ Ռազմական հոգեբանության հիմնախնդիրների նկատմամբ ուշադրությունը վերջին տարիներին աճել է։ Այդ է պատճառը, որ զինված ուժերում ներգրավում են հոգեբան սպաներ, ովքեր իրենց մասնագիտական գիտելիքները պետք է ծառայեցնեն առկա խնդիրների լուծմանը։ Այդ նպատակով այսօր Պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է երկօրյա գիտաժողով, որին մասնակցել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հոգեբաններ։ Ներկայացված գիտական զեկույցները ներառվել են մեկ գրքույկում և բաժանվել զորամասերում։ Ռազմական հոգեբանությանը վերաբերող հարցը հրատապ է և կարևոր։ Աշխարհի տարբեր երկրների զինված ուժերում զինծառայողների հետ նաև հոգեբաններ են աշխատում։ Հայաստանում այդ ուղղությամբ կատարվում են առաջին լուրջ քայլերը։ Արդյունքում հայ մասնագետների ներուժը պետք է ծառայի զինվորների նաև հոգեբանական պատրաստվածությանը։ Անհանգստացնում է երիտասարդության միջավայրում տարածված եւ բանակ թափանցող քրեատին մտածելակերպի ճնշող ներգործությունը զինծառայողների հոգեվիճակի վրա։ Այն հոգեբանական ծուղակ է դառնում զինծառայողի համար, որից նա երբեմն այլ ելք չի գտնում, քան ճակատագրական քայլի դիմելը։ Արցախյան հերոսամարտը զինվորներին հոգեբանական առավելություն է տվել, ինչը պետք է պահպանել նաև այսօր, նշեց Սեյրան Օհանյանը։ Թշնամուն դեմ առ դեմ կանգնելով զինվորը պետք է նաև ամուր ոգի ունենա, հատկապես այն պարագայում, երբ թշնամին մեծաթիվ է։ Ներկայիս տեղեկատվական հասարակության պայմաններում դրսևորվում են հակամարտող կողմերի պայքարի միջոցների և ձևերի զարգացման նոր միտումներ, որոնք առնչվում են կողմերի հոգեբանական կայունության և հնարավորությունների հարաբերակցությանը և կարող են կանխորոշել հակամարտության ելքը։ Հոգեբան Խաչատուր Գասպարյանի զեկույցը ինքնության առանձնահատկություններին է վերաբերում։ Քարտեզների միջոցով մասնագետը ներկայացրել է մեր պատմությունը հայոց ցեղասպանությունից մինչև արցախյան հերոսամարտեր։ Հոգեբանի խոսքով այս ինստիտուտի կայացումը խիստ կարևոր է, դրա միջոցով տարբեր կոնֆլիկտային իրավիճակներում զինվորականը կկարողանա ճիշտ կողմնորոշվել։ Քննարկումները միտված է հենց դրան, որ մենք կարողանանք լավ եզրակացություններ անել, քայլերի պլան մշակել, ինչ պետք է անենք, որպեսզի բանակում կայացնենք հոգեբանական ծառայություն։ Վիճակագրական տվյալներով Ռուսաստանի նաև հարևան երկրների համեմատ մեր հանրապետությունում ինքնասպանությունների թիվը փոքր է, սակայն դրանով մխիթարվել պետք չէ։ Ես արգելել եմ ասել, որ ասում են, որ բոլոր բանակներում էլ այդպես լինում է, այսինքն արդարացնում են, որ բոլոր բանակներում էլ կան արատավոր երևույթներ։ Ռազմական ոգին բարձրացնելու և կոնֆլիկտային իրավիճակները կանխելու համար զինված ուժերում բացվել է սպա հոգեբանի հաստիքը, գիտական զեկույցները բաժանվել բոլոր զորամասերում։